Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, ես ըստ էության ստիպված եմ, դատարկ կաթոռների հետ երկխոսության մեջ մտնել, եւ այստեղ պարոն Մելքոնյանին ուզում եմ արձագանքել, պարոն Մելքոնյանը նշեց, որ իշխանությունը անհանգստացած է առաջիկայում ընտրություններ են։ Պարզ հարց առաջացավ ինձ մոտ. ինչի համար պիտի անհանգստացած լինի իշխանությունը, պարոն Մելքոնյան, եթե լսում եք ինձ։ Անհանգստացած պիտի լինի 25,000 բնակիչ ունեցող Անի թաղամասի լուսավորությունը վերջապես իրականություն դարձնելու համար, անհանգստացած պիտի լինի նույն թաղամասը վերջապես ասֆալտապատման ծրագիրը կյանքի կոչելու եւ ընթացիկ մենք կտեսնենք արդեն գետնի վրա արդյունքները Եվրոպական զարգացման բանկի հետ համատեղ, անհանգստացած պիտի լինի Գյումրու Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնը վերջապես այն տեսքով հանձնելու Գյումրեցուն, ինչ տեսքով հիմա մենք տեսնում ենք, թե անհանգստացած պիտի լինի տեխնիկային թատրոնի հիմնանորոգման աշխատանքներով, որը երբեք տեղի չի ունեցել։ Բայց ես ուզում եմ անկեղծ ասած մի փոքր հետ գնանք եւ հիշեցնենք գյումրեցիներին եւ առհասարակ մեր հայրենակիցներին հիշեցնենք որտեղից սկսվեց այս process-ը եւ ինչու ենք մենք 26 թվականի փոխարեն ընդհանուր մարտի 30-ին գնում ընտրությունների։ Երբ Բալասանյան դաշինքը իր անպատասխանատու գործելավոճով եւ քաղաքական անհեռատես գործելավոճով որոշեց հրաժարական ներկայացնել։ Սա ինչի հետևանք էր։ Ես կարևոր արձանագրում եմ ուզում անել, թե սա ինչի հետևանք էր։ Սա հետևանք էր մի բանի, երբ դատախազությունը քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավագանուն ներկայացրեց առաջարկ տասնյակ գույքերի վերաբերյալ երկու քաղաքապետեր նախկին Վարդան Ղուկասյանի, նույն ինքը Վարդանիկի եւ Սամվել Բալասանյանի ղեկավարման օրոք 24 որոշումները անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Անհանգստացած պիտի լինի պարոն Մելքոնյանին ես ուզում եմ հարց ուղղել եւս ինչի համար, օրինակ որ ունեիք կամ ունեին մի թեկնածու եւ քաղաքապետ, ով ճարպկորեն այս դաշտից մյուս դաշտը թռնելով միտեղ գոռում էր Ջանիդ Ղուրբան հանրապետական կուսակցություն, մյուս դիրքում ասում էր Ռոբերտ Քոչարյանի պես լավ տղա չկա եւ երևի այդ Ջանիդ Ղուրբան ասելով էլ մասնավորեցնում էր պատմամշակութային հուշարձաններ, հատուկ նշանակության հուշարձաններ ուղիղ վաճառքով օտարում էր այս եւ այն անձերին։ Պիտի անհանգստացած լինենք Ռուբեն Մխիթարյանի նման թեկնածու ունենալով, ենթադրում եմ, երևի թե ով տարբեր ռակուրսներով, դիրքավորվում եւ վերագրում է իրեն աշխատանքներ, որոնք արդեն իսկ կատարված են կառավարության եւ համայնքի կողմից կամ իրականություն են դառնալու։ Սիրելի գյումրեցիներ, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ հիշեցնել, որ Սարիկ Մինասյանը Գյումրեցու նախնական վստահության արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված եւ վստահություն ստացած մեր թեկնածուն է եւ ես վստահ եմ, որ այս որոշումը մենք մարտի 30-ին կվերահաստատենք։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։